Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը առաջին անգամ հայկական հարցով ներգրավվեց 90-ականների սկզբներին։ Այդ ժամանակ Լեռնային Ղարաբաղում տեղի էր ունենում էթնո-կրոնական զտում, եւ մենք սկզբնական տեղեկությունները հիմնականում ստանում էինք Մոսկվայից, Անդրեյ Սախարովի շրջապատից։ Նրանք մեծ հետաքրքրություն ունեին Լեռնային Ղարաբաղի հանդեպ, եւ մենք որոշեցինք պարզել, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Այսպես մենք միասին այցելեցինք բարոնուհի Լեյդի Քոքսի հետ, ում Հայաստանում շատերը ճանաչում են։ Մենք կրկին ու կրկին այնտեղ էինք գնում ոչ միայն լրագրողներ տանելով եւ սեփական իրավապաշտպան զեկույցները պատրաստելով, այլև նախաձեռնելով հումանիտար օգնություն պատերազմում վիրավորվածների համար։ Մենք կանգնած էինք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին այդ դժվարին ժամանակներում եւ բոլորս գիտենք, թե ինչ տեղի ունեցավ հետո։ Նրանք ենթարկվեցին էթնոկրոնական զտման։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ հենց Հայաստանի Հանրապետությունն է գոյաբանական սպառնալիքի տակ։ Այն ստիպված է զիջում-զիջումի հետևից կատարել։ Ես չեմ մանրամասնի բոլոր զիջումները, բայց դրանցից մեկը, ինչպես երևում է, խաղաղության հիմնական պայմաններից մեկը այն է, որ հայ առաքելական եկեղեցին, որը պատմականորեն կանգնել է Արցախի ժողովրդի կողքին, դադարեցնի այդ աջակցությունը։ Armenian Apostolic Church, which has historically stood in solidarity with the people of Nagorno-Karabakh, should cease to do so. We were able to visit His Holiness. Մենք հնարավորություն ունեցանք այցելելու Նորին Սրբություն Գարեգին II-ին Սուրբ Էջմիածնում։ Մենք վստահեցրինք կաթողիկոսին, որ մեր համերաշխությունը նրա եւ եկեղեցու հետ է այս հալածանքների պայմաններում։ Իսկ նա մեզ իր հերթին վստահեցրեց, որ շարունակելու է պաշտպանել արցախյան քրիստոնյաների իրավունքները։ You speak about the Christian world Բայց գիտեք, երբ խոսում եք քրիստոնեական աշխարհի մասին, սխալ է արևմտյան աշխարհը նույնացնել քրիստոնեական աշխարհի հետ։ Արևմտյան աշխարհը ունի քրիստոնեական արմատներ, այնտեղ շատ քրիստոնյաներ կան, բայց քաղաքականապես այն չի գործում քրիստոնեական աշխարհի շահերից ելնելով, այդպես չի աշխատում։ Իրականում դրանք աշխարհիկ պետություններ են եւ գործում են նյութական, տնտեսական եւ աշխարհաքաղաքական շահերի հիման վրա։ Իսկ օրինակ Հայաստանի նման երկրների քրիստոնյաների շահերը, անկեղծ ասած, երկրորդական են եւ հաճախ զոհաբերվում են նրանց կարծիքով ավելի բարձր շահերի համար։ Այս պահին արևմտյան աշխարհից մենք հիմնականում լսում ենք հետեւյալը. ցավալի է ինչ տեղի է ունենում այստեղ, բայց խաղաղությունն ամենաբարձր առաջնահերթությունն է։ We hear from people in the Western world, they say it's too bad what is happening here, but peace has the highest priority.